Մենք հավաքել ենք ստորագրություններ, կարողացել ենք միավորել ամբողջ քաղաքական դաշտը ակտիվներին եւ նաեւ հասարակական այն կետերի շուրջ, որ այստեղ հնչեցվեցին։ Դա հիմնականում վերաբերվում է գերիների վերադարձին, Արցախի վերադարձի իրավունքին, մշակութային կոթողների, որ քայքայում են, ոչ մեկ տեր չի կանգնում, Հայաստանում գերեվարվածների մասին, ապօրինաբար սրբազանների պահպանությանը եւ Նիկոլ Փաշինյանի բոլոր ապօրինությունները, որ ստոպան կանգնեն եւ շարունակեն հովանավորել։ Ամբողջ օրը այսօր պատրաստում ենք այստեղ լինել, որովհետեւ մենք նամակով ենք իրենց խնդրել, որ մենք այստեղ ենք լինելու, որպեսզի կարողանանք իրենց ուշադրությունը գրավել, մի շարք ակցիաներ են արել, ամբողջ օրը կարող եք, խնդրում եմ, եթե հնարավոր է, դուք էլ լուսաբանեք, որովհետեւ նաև դուք կարող եք մեզ օգնել, որ իրանց հասանելի դառնանք։ Տեսնում եք, որ իրանք ինչպես են անգամ մեծ պլակատ են դրել, որ մենք տեսանելի չլինենք։ Այս բaragայում ձեր օգնություն կարիքը մենք կունենանք եւ շնորհակալություն, որ առավոտվանից եկել եւ մեզ լուսաբանում եք։ Ծուխ պետք է անենք, հետո ձեռնաշղթաներով ակցիա կանենք, կփորձենք օդապարուկներ բարձրացնել, ինչքան որ հնարավոր է, նաև վրեն կպցնելու ենք մեր լոզունգները, ինչքան որ թույլ տան, մի շարք էլի բաներ ենք մտածել, ամբողջ օրը, որ կարողանանք իրանք ինչ-որ բրեյքների ժամանակ դուրս գան, կարողանան տեսնել, որ այստեղ հավաքված մարդիկ կան, գոնե կարողանա մի երկու հոգի իջնեն, հասկանան մենք ինչ ենք ներկայացնում։ Հավաքված ստորագրությունները, հանձնելու եք իրենց, դուք սպասում եք, որ եվրոպացի առաջնորդներից կամ պատվիրակներից որևէ մեկը ձեզ կընդունի։ Մենք արդեն հանձնել ենք բոլոր նամակները, օնլայն կարողացել ենք իրենց եւ իրենց օգնականներին բոլորին ուղարկել ենք եւ ուզում ենք նաեւ այստեղ դեսպանատներ ներկայացուցիչներ հենց աշխատանքային օր լինի, գնալու ենք նորից իրենց մոտ, մի անգամ փորձել ենք ուղարկել, նորից հիմա կուղարկենք, այսինքն անընդհատ հետադարձ փորձելու պահենք եւ մեր խնդրանքն է, որ իրենք գան եւ հասկանան, թե մենք ինչի համար ենք եւ լսեն մեզ։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներ են եկել եվրոպական երկրներից, փորձել եք նրանց Այո, մենք նաև համագործակցում ենք ոչ միայն լրատվամիջոցների հետ, նաև սփյուռքի կառույցներն են մեզ օգնում այս հարցում, միջազգային տարբեր լրատվամիջոցներին ուղարկել են մեր նամակները եւ այստեղ գտնվողներն էլ արդեն մի քանի հոգի դուրս են եկել, հերթով գալիս են մեզանից ինտերվյու են վերցնում, հետ նորից բարձրանում են իրանք շարունակում մասնակցել։ Օբյեկտիվ կլինեն ձեր կարծիքով։ Դե մենք հնչեցնում ենք մեր պահանջները, իհարկե մենք հասկանում ենք այս մեծ քաղաքականության հիմքում ինչ է ընկած եւ ինչ է նրանք բոլոր հովանավորում թե ֆինանսապես թե իրանց հեղինակությամբ Նիկոլ Փաշինյանին, բայց ամեն դեպքում մենք չենք դադարելու պայքարել, որովհետեւ մենք պայքարում ենք միայն իրավունքների համար, իրավունքներ ու արժանապատիվ ապրելու համար, իսկ Եվրոպան հայտնի է իր միջազգային իրավական կազմակերպություններով եւ ամեն պետության հիմքում հենց իրավունքն է դրված, մենք դրա համար էլ պայքարում ենք եւ փորձում ենք իրենց ուշադրությունը գրավել։